Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկ.am YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ։ Եվ այսպես փաստ օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը նախընտրում է, որ Հայաստանում նոր մոդուլային ատոմակայանը կառուցի Ֆրանսիան, ամերիկյան վարկերով։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ Փարիզում միջուկային էներգիայի գագաթնաժողովին մասնակցող Փաշինյանը քննարկել է այդ հարցերը Ֆրանսիայի նախագահի հետ, թեև պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին խոսք չկա։ Նշենք, որ գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է Մեծամորի ատոմակայանի ժամկետը լրանալուց հետո Հայաստանը որոշել է անցնել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի։ Նա նաև հիշեցրել է, որ մոդուլային ռեակտորներն ավելի կարճ շինարարական ժամկետներ են պահանջում։ Հզորությունը կարող է ընդլայնվել, ինչը ավելի լավ է համապատասխանում Հայաստանի էլեկտրացանցերի կարիքներին։ Հայաստանի իշխանությունները մինչ օրս խուսանավում են մոդուլային ատոմակայանի հարցով եւ հստակ պատասխան չեն տալիս, թե ում են վստահելու ատոմակայանի կառուցումը։ Գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ այն, թե որ երկրի արտադրության ռեակտորների վրա կառնի Հայաստանը։ Համաժողովի ամբիոնից էլ Փաշինյանը փակագծեր չի բացել։ Դուք գիտեք, որ այս թեման J.D. Vance-ի այցից հետո բավական ակտիվ քննարկվում է եւ հետաքրքիր է, որ եթե ճիշտ են այս տեղեկությունները, որոնք հրապարակվում են, Փաշինյանը փորձում է մոդուլային ատոմակայան կառուցելու գործը վստահել մի պետության, որը ընդհանրապես փորձ չունի այդ իմաստով, եթե Միացյալ Նահանգներում փորձում են չեն կառուցել, բայց փորձում են չի գործում, բայց ինչ-որ տեխնոլոգիաներ կան մշակված, Ֆրանսիան հայտնի նման փորձ չունի։ Այո, ատոմակայանների լուրջ փորձ ունի Ֆրանսիան, դա պետք է ընդունել, բայց Ֆրանսիան չունի փորձ մոդուլային ատոմակայանների։ Մյուս կողմից Ֆրանսիան լրջագույն խնդիրներ ունի ատոմային էներգիայի համար նախատեսված ուրանի, էներգիա ստանալու ուրանի տեսանկյունից, որովհետև ինքը կորցրեց ըստ էության աֆրիկյան մայրցամաքում գրեթե բոլոր այն պետությունները, ազդեցության տարածքները, որտեղից ուրան էր տանում իր երկիր եւ աշխատեցնում իր ատոմակայանները, այստեղ եթե Ֆրանսիային է վստահվում, ապա կարելի է արդեն կասկածել, որ ըստ էության Փաշինյանը դրա դիմաց ֆրանսիացիներին կտա Հայաստանի տարածքում ընդերքում եղած ուրանի հավանական հանքերը, որի մասին այսքան երկար ժամանակ խոսվում է, այս իմաստով այո կարող է Ֆրանսիայի համար Հայաստանը նոր աֆրիկյան պետությունների դեր տանել, արդեն մենք կսպասարկենք Ֆրանսիային։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Լոռու մարզպետի աշխատակազմը 2025 թվականի մայիսի 29-ին պետական միջոցներով ձեռք է բերել թանկարժեք բջջային հեռախոս 467.900 դրամ արժողությամբ։ Խոսքը վերաբերում է iPhone 16 Pro մոդելին, որը գնվել է 1 հատով։ Օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեց, որ գնումը կատարվել է Mobile Center-ից եւ դրա վերաբերյալ առկա է համապատասխան հաշիվ ապրանքագիրը, սակայն ուշագրավ է, որ պաշտոնական փաստաթղթերում չի նշում, թե կոնկրետ ում համար է ձեռք բերվել այդ հեռախոսը եւ պետության որ կարիքներից դրդված է մարզպետարանը աղքատության մեջ գտնվող այդ մարզում նման շռայլություն թույլ տվել։ Ես կարող եմ բացատրել, ամենայն հավանականությամբ այս մարզպետի ձեռքին է գտնվում այդ հեռախոսը, սրանք իշխանություն են, որոնք իրենց խմելիք խմիչքը, ուտելիքը, ամեն ինչը պետության հաշվին են գնում։ Այս պահին փաստեր չկա, բայց ես վստահ եմ, որ եթե էսկորտնիցաների, մարմնավաճառների ծառայություններից օգտվում են, էլի պետական բյուջեի հաշվին նման օրինակ կար մեր տարածաշրջանում, մեզ բարեկամ մի երկրում, անունը չտամ հիբրիդային տպավորություն չթողնենք, բայց մի խոսքով այդ պետության ղեկավարները իրենց բոլոր սիրուհիներին գրանցել էին պետական կառույցներում որպես աշխատողներ, այդ մարդիկ չէին ներկայանում, իհարկե ուրիշ ծառայություններ էին մատուցում։ Վստահ եմ այդ առումով այդ երկրից փորձը քաղաքացիական պայմանագիրը վերցրած կլինի։ Հրապարակ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը նախորդին Արմավիրի Նանա ռեստորանում խնջույքի է մասնակցել եւ ականատեսներին պատմելով ողջ խնջույքի ընթացքում դուրս չի եկել պարահրապարակից։ Հավանաբար Փաշինյանից բաժանվել են նրան նման բարձր տրամադրություն հաղորդել։ Խնջույքին նաեւ նրա շրջապատն է մասնակցել Իմ քայլի աշխատակազմը, Զոհվածի մայր, դատավոր Նայրա Հովսեփյանը, Ստելլա Սարուխանյանը, լրագրող Նանե Իսրայելյանը,
Նշել են 44-օրյա պատերազմում զոհված զույգ եղբայրների Արմեն եւ Ռուբեն Շահինյանների եղբոր ծնունդը։ Նորածին Շահինյանը Ռաֆին ծնվել է այս տարի բանակի օրը։ Խնջույքին ներկա եղել նաեւ Արթուր Հովհաննիսյանը եւ Փաշինյանի կողմից մերժված շիշ բռնողը, դեռևս падգամավոր Հայկ Սարգսյանը։ Գիտեք, ես կարծում եմ Աննա Հակոբյանի այս վարքագիծը ընդհանրապես ընտրություններից առաջ բաժանությունը շատ կարևոր ուղերձ էր հանրությանը։ Աննա Հակոբյանը շատ այսպես անուղակի կերպով ժողովրդին կոչ է անում չընտրել Նիկոլ Փաշինյանին, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը մարդ է, որի կողքին անգամ իր կինը չի մնում, ապա վստահաբար ժողովուրդը շատ քիչ վստահելու պատճառներ ունի Նիկոլ Փաշինյանին, որովհետև Աննա Հակոբյանը լավ է ճանաչում Փաշինյանին։ Աննա Հակոբյանը Փաշինյանի այից միջև ֆն գիտի, թե ով է, ինչ է մտածում, ինչ համոզմունքներ ունի, ինչ մտադրություններ ունի, Էփշտեյնի ցուցակում կա թե չկա, այդ ամեն ինչը Աննա Հակոբյանը գիտի, եւ այդ ամեն ինչը իմանալով այս կինը բաժանվել է։ Բաժանվելուց էլ հետո խնջույքի է մասնակցում, ինչպես հրապարակորաթերթն է գրում, Նիկոլ Փաշինյանի ողերիմ դաշնակից Հայկ Սարգսյանի հետ, շիշ բռնողի հետ, որը կոնֆլիկտի մեջ մտավ Նիկոլ Փաշինյանի հետ, քաղաքացիական պայմանագրի հետ, այսինքն էլ ոնց Աննա Հակոբյանը բացատրի, որ ժողովուրդ ջան, մի ընտրեք Նիկոլ Փաշինյանին։ Հնարավոր չի Փաշինյանին վստահել։ Ես հիշեցնեմ երեք էլ եթերներից մեկի ժամանակ հիշեցրել է այդ մասին, որ Փաշինյանին չվստահելու առաջին ուղերձը տվել է երջանկայիշատակ Վովա Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանի հայրը 2018-ին այդ խեղճ մարդը եկել էր հրապարակ, գտել էր լրագրողների ու այդ հատուկ այդ օրով հայտարարեց, որ գուցե Փաշինյանից բացի ուրիշ տեխնացուների քննարկի հայ ժողովուրդը, պնդելով, որ հայաստանցիները ունեն ավելի արժանավոր զավակներ, քան իր որդի Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար։ Էլ ոնց էս մարդիկ բացատրեն, ուղերձեն, հասկացնեն, որ չի կարելի ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Հրապարակ թերթը գրում է. օրեր առաջ ԿՊ վարչության որոշմամբ նախընտրական ցուցակից հեռացված падգամավոր Դավիթ Դանելյանի դեմ ըստ լուրերի բողոք է ներկայացրել գործընկեր падգամավոր Միքայել Թումասյանը։ Հիշեցնենք, որ ԿՊ-ում ներքին քվեարկություններից հետո զտումներ են իրականացվում, ովքեր խախտել են քարոզչություն չանելու արգելքը, հեռացվում են ցանկից։ Թումասյանի անունը շատերին է անծանոթ, նրան հիմնականում կարելի է տեսնել Փաշինյանի երբեմնի աներձակ Հրաչյա Հակոբյանի հետ, նա մինչ падգամավոր դառնալը Դավիթ Հաշենի թաղապետն էր։ Պատմում են, որ նա իր դիմումում նշել է, թե անձամբ է լսել, թե ինչպես է Դանելյանը ներկուսակցական ընտրությունների պատվիրակներից մեկին հեռախոսով խնդրել, որ ընտրի իրեն։ Ընտրությունների արդյունքներից հետո ըստ ամենայնի տեսնելով, որ այդ մեթոդն աշխատել է, իսկ ինքը Թումասյանը դուրս է մնացել անգամ ցուցակի հարյուրակից դիմում բողոք է ներկայացրել ԿՊ ղեկավարությանը։ Երեք մեզ չհաջողվեց ոչ Դանելյանի, ոչ Թումասյանի հետ զրուցել։ Տեղեկացանք, որ Դանելյանը կուսակցությանը խնդրել է ամբողջովին չեզոքացնել իրեն, թույլ տալ, որ համապետական ընտրություններում գոնե Սյունիքում ԿՊ-ի վստահված անձը լինի, եւ ասում են չեն մերժել, բայց դեռ հավանություն էլ չեն տվել, ակնարկելով, որ վստահությունը կորցրել է։ Փաշինյանը անգամ հիշեցրել է, որ Դանելյանը ժամանակին չընտրված համայնքապետ է, վերջինս չի հանձնվում, ասում են մարզային լրատվամիջոցները վերջին օրերին նրա գովքն են անում։ Հրապարակ օրաթերթը գրում է. վերջերս հակակոռուպցիոն կոմիտեում մի զավեշտալի վարույթ է նախաձեռնել, որտեղ մեղադրյալն իրանցի է, իսկ դուժողը պարեկ։ Զադեհ անունով իրանցին Իրանից եկող մեքենայի վարորդը Վայոց ձորի պարեկներից մեկին 3000 դրամ է առաջարկել իրեն չտուգանելու համար, ինչն էլ արձանագրել է պարեկը եւ փոքրիկ կաշառքի դեպքը գնացել ասել է հակակոռուպցիոն կոմիտեը դատախազություն, այնտեղից էլ հակակոռուպցիոն դատարան եւ մակագրվել է ոչ ավել ոչ պակաս նախկին դատախազ քաղաքական գործերից հայտնի դատավոր Վահե Դոլմազյանին, որը քննել է օրինակ Սամվել Կարապետյանի կալանքի միշտորդությունները եւ այլն։ Իրանցու հանդեպ անգամ խափանման միջոց են կիրառել Հայաստանից բացակայելու արգելք եւ հիմա իրավապահ համակարգում կատակում են, թե իրավապահները փրկել են իրանցուն պատերազմից։ Նա այժմ չի կարող մեկնել պատերազմական վիճակում գտնվող Իրան։ Ես էի ուզում դրա մասին խոսել, արձանագրել, այո, փաստորեն պարեկը փրկել է իրանցու կյանքը նրան քրեական պատասխանատվության դուռը հասցնելով։ Հրապարակ թերթը գրում է. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում, որը հավանաբար տեղի կունենա մարտի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Այդ օրը կհայտարարվի Քոչարյանի գլխավորած դաշինքի մասին, որը մասնակցելու է հունիսի 7-ի համապետական ընտրություններին։ Դաշինքում կլինի երկու ուժ՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Էջմիածնի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանի առաջ Աչակենտրոն կուսակցությունը։ Թեև դաշինքների համար անցողիկ շեմն այս ընտրություններից առաջ բարձրացվել է 7-ից դառնալով 8, սակայն երկրորդ նախագահի թիմում կասկած չունեն, որ հաղթահարելու են շեմը։ Մի բան էլ ավելի, չնայած իշխանությունն ու իր քարոզչամեքենան համառորեն հակառակն են պնդում։ Ի դեպ, դաշինքի առաջին եռյակը 21 թվինն է՝ Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան։ Անցած անգամ 4-րդ համարը Վահե Հակոբյանն էր վերածնվող Հայաստան կուսակցության նախագահը, այս անգամ հավանաբար կլինի Սևակ Խաչատրյանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության հաշվեկնիչ պալատում սկանդալային իրավիճակ է հասունանում։ Օրաթերթին հենց ներսից պատմեցին, որ պալատի 15 նախկին աշխատակից դիմել են դատարան, պահանջելով վերականգնել իրենց աշխատանքային իրավունքները եւ վերադառնալ աշխատանքի։ Օրաթերթի հետ զրույցում դատարան դիմաց աշխատակիցները պնդում են, որ աշխատանքից ազատվել են անօրինական կերպով եւ դրա համար դիմել են դատարան իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար։ Եվ մինչ մի շարք աշխատակիցներ կորցրել են իրենց աշխատանքը, պալատում շարունակում է աշխատել կենսաթոշակային տարիքի Ծովինար Բադիրյանը, որը ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանի մայրն է։ Ստացվում է բավականին հակասական պատկեր՝ մի կողմից աշխատանքից ազատվում են այն աշխատակիցները, որոնք դեռևս կենսաթոշակային տարիքի չեն եւ կարող են շարունակել աշխատել, մյուս կողմից համակարգում շարունակում են պաշտոնավարել մարդիկ, որոնք արդեն անցել են տարիքային շեմը։ Այսօր այսքանն ենք նախատեսել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48